Ուկրաինայում պատերազմը շարունակվում է արդեն շուրջ 1400 օր։ Տարբեր գնահատականներով կողմերի կորուստների թիվը հատում է 1 միլիոնը, թե երբ կկարգավորվի հակամարտությունը կամ գոնե կդադարեցվեն ռազմական գործողությունները հայտնի չէ։ Պաշտոնական տեղեկությամբ Կիևի եւ Մոսկվայի միջև դիվանագիտական շփումները դադարեցված են։ ԱՄՆ նախագահը պարբերաբար հանդես է գալիս միջնորդական նախաձեռնություններով, սակայն դեռևս անհաջող։ Եվրամիությունը կարծես դուրս է մնացել բանակցային գործընթացներից։ Բրյուսելը կոչ է անում Վաշինգտոնին Կիևին պարբերաբար ճնշելու փոխարեն առավել խիստ դիրքորոշում որդեգրել Մոսկվայի նկատմամբ։ Բանակցային գործընթացի դադարեցման ֆոնին իրավիճակը ավելի է լարվել ռազմադաշտում։ Ռուսական կողմն ամենօրյա ռեժիմով հայտարարում է ուկրաինական նոր բնակավայրեր գրավելու մասին։ Այսօր օրակարգում ռուս-ուկրաինական հակամարտությունն է։ Մարտի դաշտում լարվածությունը պահպանվում է։ Հիմնականում ինտենսիվ մարտեր են Դոնեցկի, Խարկովի, Զապորոժիեի եւ Դնեպրոպետրովսկի ուղղություններում։ Ամենաթեժ կետը թերևս Դոնեցկի Պոկրովսկ քաղաքն է։ Հոկտեմբերին եւ նոյեմբերին ռուսական ուժերն ակտիվացրել են հարձակումները։ Մոսկվան հայտարարում է քաղաքի 70%-ը գրավելու մասին։ Կիևից նշում են, օպերատիվ շրջափակում չկա։ Սակայն փաստ է, որ իրավիճակը բարդ է, ինչն ընդունում է նաև Վոլոդիմիր Զելենսկին, չբացառելով, որ ուկրաինական ուժերը կարող են հետ քաշվել։ Ոչ ոք չի ստիպում մեր զինվորներին զոհվել հանուն ավերակների, ես կաջակցեմ Պոկրովսկը պաշտպանող ուժերի ցանկացած որոշման։ Ռուսաստանը ձգտում է գրավել քաղաքը համոզելու Թրամփին, որ պատերազմի դադարեցման համար Ուկրաինան պետք է հրաժարվի Դոնբասից, բայց մենք չենք կարող հեռանալ Ուկրաինայի արևելքից, ժողովուրդը դա չի հասկանա։ Եվ ամենակարևորը, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այս կամ այն քաղաքը գրավելով նրանք առաջ չեն շարժվի։ Ինչ է կատարվում Պոկրովսկում եւ մյուս ուղղություններում, ինչ մարտավարություն է որդեգրել Ռուսաստանը եւ ինչպես են դրան հակազդում ուկրաինական ուժերը, կքննարկենք ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի հետ։ Պարոն Ներսիսյան, Պոկրովսկի մասին շատ իրարամերժ տեղեկություններ կան, իհարկե իրականությունն ամբողջությամբ անհնար է պարզել, բայց փորձենք հասկանալ ուր են հասել ռուսական ուժերը Պոկրովսկում։ Պոկրովսկի պահով կարող ենք քարտեզին նայել եւ տեսնենք, որ բավականին դժվար իրավիճակում են ուկրաինական զորքերը գտնվում, կարմիրով մենք տեսնում ենք ռուսական կոնտրոլի տակ տարածքները, այստեղ մենք տեսնում ենք, որ ռուսական զորքը մտել է մասամբ Պոկրովսկի տարածք, դա եղավ մի քանի օր առաջ, իսկ ասեմ մի 2 շաբաթ առաջ մոտավորապես, երբ որ ուժեղ մառախուղներ էին եւ 1 օր կար ժամանակ, երբ որ դրոնները լավ չէին կարողանում տեսնել թիրախները եւ ռուսական զորքերը ավելի տենց կարելի է ասել դիվերսիոն խմբերի մակարդակով, բայց նաեւ տանկեր կարողացան օգտագործել այդ շարժի ժամանակ, որը այսօրվա ռուս-ուկրաինական պատերազմում գրեթե դարել է անհնարին, կարողացան մի քիչ ավելի հարուստ, ասենց ասած, զորք օգտագործել այս առաջ շարժման համար, բայց դա բավականին նեղ, ոնց մենք տեսնում ենք, տարածք է, բայց դա մեկը ճնշումը բարձրացնում է ուկրաինական զորքի վրա ու ամենակարևորը դա չի, ամենակարևորը նա է, որ մենք տեսնում ենք, որ ճանապարհները, որոնք դուրս են տանում Պոկրովսկից, իրենք արդեն ռուսական ուժերը գտնվում են գրեթե հենց ճանապարհի վրա եւ այս հատվածում նաեւ մենք կարող ենք տեսնել, որ այդտեղ 2 կիլոմետր է ճանապարհից, այդտեղ մոտ 3 կիլոմետր եւ դա թույլ է տալիս ուղիղ հարվածել զորքերին, որոնք ուզում են օրինակ դուրս գան քաղաքից կամ ինչ որ հակառակ գալիս են քաղաք, որ ուժեղացնեն գարնիզոնը։ Նաև կխնդրեի պարոն Ներսիսյան ներկայացնել այդպես կարճ առանձնահատկությունները այս ռուսական գործողության, որովհետև կարդացել եմ, որ մարտավարությունը փոքրինչ տարբերվում է, օրինակ եթե վերցնենք Բախմուտի մսաղացը, մի քիչ այլ են գործողությունները։ Բախմուտի ժամանակ դեռ օրինակի համար դրոնային տեխնոլոգիաները այդքան չէին զարգացել, FPV դրոների տեխնոլոգիան, այդ թեթև սպորտային դրոները, որոնք հիմա օգտագործվում են որպես կամիկադզե թեթև եւ արժեն 500-ից $1500 ըստ կոմպլեկտացիայի եւ մոդելի եւ կողմերը ամիսը տասնյակ հազարներ են դրանցից հիմա օգտագործում։ Այն ժամանակ հրետանին ավելի մեծ դեր ուներ դեռ
երկու կողմից էլի չի կարելի ասել, որ շատ էֆեկտիվ պատերազմի մասին է Պոկրովսկում խոսքը գնում, այս պատմությունը արդեն 1 տարուց ավել է ձգվում, մենակ դա արդեն ինձ թվում է բավականին լավ ցուցանիշ է դրա համար, 1 տարի բավական, ասենք ասենք, ռազմավարական մասշտաբի ուժերով լուծվում է տակտիկական խնդիր, շատ տակտիկական խնդիր, որտեղ սա շատ փոքր քաղաք է։ Այո, ինքը ինչ որ առաջ շարժի դեպի ուրիշ քաղաքներ ճանապարհ է բացում, բայց այն ուրիշ քաղաքները, որտեղ ռուսական զորքը կհայտնվի, ավելի ուժեղ պաշտպանված են։ Սլավյանսկ, Կրամատորսկ գիծն է պաշտպանական, որը այո, եթե դա վերցնեն, Դոնեցկը վերջանում է դրանով, բայց եթե սա է մի տարի տևել, ես վախենում եմ պատկերացնել այն մյուս օպերացիան ինչքան կարող է տևել։ Այստեղ ավելի այդ դրոնային պատերազմի փուլում է գտնվում, արդեն իրավիճակը մեկը փոքր խմբերով են շարժվում, բայց հիմա մի ուրիշ խնդիր էլ կա, բոլոր սահմանային ակտիվ մասերում Ուկրաինայի 10-ից 20 կիլոմետր ամեն կողմից հնարավոր չի որևէ տեխնիկա օգտագործել, մարդիկ իրանք, ասենք, իրանց զինամթերքն ու ուտելիքն են տանում ոտով այդ 10-20 կիլոմետրը, ինչ որ ծիծաղալու է, բայց օրինակ ձի ու էշ են սկսել օգտագործել, օրինակի համար կամ մոտոցիկլ լավագույն դեպքում, օրինակ պատկերացնել ինչ որ բեռնատար մեքենա այնտեղ անհնարին է այդ ինչ որ 10 կիլոմետրանոց մասում, որտեվ 24/7 ամեն ինչ երևում է վերևից։ Ու հենց մի բան մտնում է այդտեղ, ուզում է դա լինի մի զինվորից կամ երկու զինվորից ավել, անպայման այդտեղ մի 10 հատ FPV է թռնելու կամ հրետանային կրակ արձակվելու։ Դրա համար շատ տենց դանդաղ ու ծանր կռիվ է դարել, շատ մեծ քանակով վիրավորներով, ես կասեի երևի երկրորդ համաշխարհայինում այսքան զորք չէին կորցնի այս փոքր այսքան տարածքային շարժի համար։ Իսկ ուկրաինական կողմը ինչպես է պաշտպանվում ու հակազդում ռուսական գործողություններին ու արդյոք վտանգ կա, որ ուկրաինացիները դուրս կգան Պոկրովսկից։ Վտանգի մասին չի ստեղ խոսք գնում, դա ես կարամ ասեմ 99 եւ 9%-ով դա լինելու է, հարցը մենակ նրա մասն է, երբ է դա լինելու, որովհետեւ այս իրավիճակը դանդաղ, բայց շարունակում է վատանալ։ Խոսելով Պոկրովսկի ռազմավարական նշանակության մասին, դուք ասացիք, որ ռուսները Պոկրովսկը գրավելով կարող են ավելի վերև բարձրանալ, փորձել ավելի վերև բարձրանալ։ Այսինքն ռազմավարական միակ նշանակությունը դա է, թե այլ նպատակներ էլ կան։ Ես կասեի օպերատիվ նշանակությունը ամենաշատը, որովհետև ռազմավարական դա ես sense ասեի Դոնեցկի տարածքը վերցնելը հատկապես sense դանդաղ օպերացիայով դրա անունը կոչել բարդ է մեկը ռազմավարական օպերացիա։ Ռազմավարական օպերացիան պետք է բերի ինչ-որ շատ լուրջ փոփոխությունի, եթե ոչ հաղթանակի պատերազմում, շատ ինչ-որ լուրջ քայլ դեպի հաղթանակ, ստեղ Պոկրովսկի վերցնելը շատ փոքր քայլ է անում։ Ու մարտի դաշտից մի քիչ դուրս գանք, հիմա փոխադարձ հարվածները շատ են հենց քաղաքացիական օբյեկտներին, այսինքն ռուսական կողմը ձմռանն ընթառաջ հիմնականում թիրախավորում է էներգետիկ հատվածը Ուկրաինայի, Ուկրաինան էլ ասում է, որի պատասխան հարվածում է նավթային գործարաններին Ռուսաստանի, որը ըստ Ուկրաինայի ֆինանսավորում է ռազմական մեքենան Ռուսաստանի։ Հիմա այդ հարվածները ինչ որ հետևանքներ արդեն ունեն Ռուսաստանի համար։ Հետևանքներ ունեն, կարծում եմ, հատկապես երբ որ նավթի գներն են հիմա Urals նավթի ահագին ընկած, հատկապես երբ որ հիմա ռազմական ծախսերն են աճել, դա ինձ թվում է, որ բավականին լուրջ բյուջեի դեֆիցիտ է բերելու եւ արդեն բերում է։ Բացի դրանից, այդտեղ նավթի մասին չի մենակ խոսքը գնում, հիմա Ռուսաստանում օրինակ բենզինի գները բավականին թանկացել են եւ տարբեր տվյալներով մոտ մի 30%-ը այդ նավթի գործարանների չի աշխատում այս պահին, որը քիչ թիվ չի։ Ես կարծում եմ, որ ուկրաինական կողմը ընտրել է հենց այդ ինդուստրիան, որովհետեւ հասկանում է, որ դա շատ կարեւոր է եւ չի ուզում
շատ տարբեր թիրախների հարվածներ հասցնել, որովհետև այդ ժամանակ էֆեկտը չի այդքան երևա։ Շնորհակալ եմ, պարոն Ներսիսյան։ Ձեզ էլ շնորհակալություն։ Մոսկվայի նպատակն է անել հնարավորը Դոնբասը ամբողջությամբ գրավելու համար։ Լուգանսկի շրջանն արդեն ռուսական վերահսկողության տակ է ամբողջությամբ, Դոնեցկի շրջանը 90%-ով, Խերսոնի և Զապորոժիայի շրջանները ավելի քան 70%-ով։ Տարածքների խնդիրը Կիև-Մոսկվա բանակցությունների թերևս հիմնական հարցն է։ Հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու համար Ռուսաստանը պահանջում է նույնիսկ այն տարածքները, որոնք դեռ իր վերահսկողության տակ չեն։ Ուկրաինան կտրականապես մերժում է նման հեռանկարը։ Ստամբուլում հունիսի 2-ին կայացած ռուս-ուկրաինական բանակցություններից հետո Մոսկվան հրապարակեց հակամարտության կարգավորման ռուսական հուշագիրը, որը ըստ Կիևի ավելի շատ վերջնագրեր, քան լուրջ առաջարկներ է պարունակում։ Փաստաթղթում տեղ են գտել պահանջներ, որոնց մասին Մոսկվան բազմիցս բարձրաձայնել է։ Օրինակ, Ուկրաինան պետք է հրաժարվի ռազմական դաշինքներին և կոալիցիաներին անդամակցելու մտադրությունից, ունենա չեզոք և ոչ միջուկային կարգավիճակ, ֆիքսված թվով զինված ուժեր, կետեր կան ռուսախոս բնակչության իրավունքների, հակառուսական պատժամիջոցների չեղարկման մասին եւ այլն։ Ինչ վերաբերում է տարածքներին, Ղրիմը, Լուգանսկը, Դոնեցկը, Զապորոժիայի եւ Խերսոնի մարզերը պետք է ճանաչվեն Ռուսաստանի Դաշնության կազմում, ուկրաինական ուժերը պետք է դուրս բերվեն այդ տարածքներից։ Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կողմերի միջև կարող է տարածքների որոշակի փոխանակում իրականացվել, սակայն այդ որոշումը պետք է կայացնի Կիևը, իսկ ինքը միայն ցանկանում է Պուտինին եւ Զելենսկուն նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ։ Washington Post-ը հոկտեմբերին գրեց, որ Ռուսաստանի նախագահը Սպիտակ տան ղեկավարի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Ուկրաինան ամբողջությամբ հրաժարվի Դոնեցկից։ Փոխարենը Վլադիմիր Պուտինն առաջարկել է վերադարձնել մասնակի օկուպացված Զապորոժիայի եւ Խերսոնի որոշ տարածքներ։ Ռուսները հստակ նշել են ինչ են ուզում՝ Դոնեցկի մնացած մասը։ Ակնհայտ է, որ ուկրաինացիները չեն համաձայնելու դրան։ Այսպիսով նրանք շարունակում են հեռահար հարվածներ հասցնել Ուկրաինային, երկիրը բարոյարակելու նպատակով։ Նրանք իրոք որոշակի հաջողությունների են հասել Դոնեցկում, բայց շաբաթական կորցնում են 7000 զինվոր։ Կիևում հաստատակամ են, տարածքային զիջումներ չեն լինելու, առնվազն քանի որ դա արգելված է Ուկրաինայի սահմանադրությամբ, սակայն ի տարբերություն Մոսկվայի համաձայն են ներկայիս շփման գծի երկայնքով ռազմական գործողությունները դադարեցնելու Դոնալդ Թրամփի առաջարկին։ Եթե Ուկրաինան ընդունի այն ամենն, ինչ իրեն առաջարկում են, ապա հետագայում մնացած հարցերն էլ կփորձեն լուծել առանց մեզ։ Ես համաձայն եմ Թրամփի հետ, որ եթե ցանկանում ենք դադարեցնել պատերազմը եւ անցնել դիվանագիտական բանակցությունների, պետք է կանգ առնենք այնտեղ, որտեղ գտնվում ենք եւ ավելորդ ոչինչ չտանք Պուտինին։ Չնայած ռուս-ուկրաինական հակամարտության կողմերի անհաղթահարելի թվացող դիրքորոշումներին Վաշինգտոնը շարունակեց կարգավորմանն ուղղված ջանքերը։ Հոկտեմբերի 16-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ պատրաստվում է Ալյասկայից հետո երկրորդ հանդիպումն ունենալ Վլադիմիր Պուտինի հետ, արդեն Հունգարիայում։ Սակայն նախաձեռնությունը ձախողվեց, քանի որ ըստ ԱՄՆ նախագահի ռուսական կողմը լուրջ չի տրամադրված կարգավորման հարցում։ Հետաքրքրական է, որ ըստ Financial Times-ի ամերիկյան կողմը որոշել է հետաձգել նախագահների հանդիպումը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտգործնախարարների լարված հեռախոսազրույցից հետո։ Մարկո Ռուբիոն Թրամփին հայտնել է, որ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել, այդ թվում տարածքների հարցում։ Նախատեսվող հանդիպման տապալումից հետո Թրամփը իր երկրորդ պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ պատժամիջոցներ սահմանեց ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ։ Ինչ վերաբերում է Կիև-Մոսկվա բանակցություններին, այժմ դրանք դադարեցված են, ինչի համար կողմերն իրար են մեղադրում։ Այսպիսով, ինչ իրավիճակ է դիվանագիտական դաշտում, արդյոք մոտ ապագայում կարելի է սպասել առաջընթացի։ Կփորձենք պարզել քաղաքագետ Իգոր Ռեյտերովիչի հետ։ Здравствуйте, господин. Բարև ձեզ, պարոն Ռեյտերովիչ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ։ На каком сейчас Պարոն Ռեյտերովիչ, ինչ փուլում են այժմ ռուս-ուկրաինական բանակցությունները։ Но они как такие фактически отсутствуют. Բանակցություններ գործնականում չկան, գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակման հարցով քննարկումներ են տարվում, սակայն Ստամբուլյան հանդիպումներից հետո էական առաջընթաց չի գրանցվել։ Վերջերս Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը մեկնել էր Թուրքիա եւ այլ երկրներ։ Նրա հանդիպումները կենտրոնացած էին հենց գերիների հարցով բանակցությունները վերսկսելու վրա։ Առաջիկայում կտեղեկանանք, ինչի է հնարավոր եղել հասնել։ Последние встречи переговорщиков Մոսկվայի եւ Կիևի բանակցողների վերջին հանդիպումները եղել են Ստամբուլում ամռանը։ Հիմնականում համաձայնություններ են ձեռք բերվել հենց գերիների հարցի շուրջ։ Փոխանակումներ եղան։ Միայն այս ուղղությամբ է դրական շարժ եղել։
Ըստ էության ամեն ինչ կենտրոնացած էր հենց ռազմագերիների վերադարձի եւ աճյունների փոխանակման շուրջ, քանի որ դա նաեւ Դոնալդ Թրամփի նախաձեռնություններից էր։ Ու օբյեկտիվորեն մարդասիրական հարցերում կարելի է շատ ավելի արագ հասնել արդյունքների։ Ուկրաինական կողմն անում է հնարավորը բոլոր գերիներին վերադարձնելու համար, նրանց թվում բացի զինվորականներից կան քաղաքացիական անձինք։ Նաեւ լրագրողներ, ակտիվիստներ, պաշտոնյաներ են հայտնվում այդ ցանկերում։ Որոշակի առաջընթաց կա Ուկրաինայից առևանգված երեխաների վերադարձի ուղղությամբ, բայց թիվն այնքան էլ մեծ չէ, ուստի այս հարցը մնում է առաջնահերթություն։ Սակայն Ռուսաստանը փակուղի է մտցրել գործընթացը, Մոսկվան փորձում է ճնշման գործիք դարձնել գերիներին։ Насколько я понимаю, в переговорах Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հիմնական տարաձայնությունը տարածքների շուրջ է։ Ինչու է Ռուսաստանի համար սկզբունքային ստանալ ամբողջ Դոնբասը։ Ինչ խնդիր է Մոսկվան այդպիսով լուծում։ Ռուսաստանի համար դա շատ կարևոր է, կարծում եմ, նույնիսկ ամենակարևոր խնդիրն է։ Քանի որ լայնածավալ պատերազմի սկզբում նրանք անդադար շեշտում էին, որ պատերազմը սկսել են Դոնբասի այսպես կոչված պաշտպանության համատեքստում։ Իրականում պարզ չէ, ումից էին պատրաստվում պաշտպանել։ Պուտինի համար Դոնբասի գրավումը հնարավորություն կտա կատարել պատերազմից առաջ տված իր խոստումների գոնե նվազագույն մասը եւ, ինչպես ասում են, վաճառել դա իր ընտրողներին, ասել, որ հասել են այսպես կոչված հատուկ ռազմական գործողության նպատակներին։ Ուստի նրանք մեծ ուժեր են կենտրոնացրել Դոնբասի ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ տարածքների հարցն անլուծելի է թվում, քանի որ Ուկրաինան երբեք չի ճանաչի իր տարածքների օկուպացիան։ Իսկ Ռուսաստանն այսօրվա դրությամբ պատրաստ չէ լքել այդ հողերը, նույնիսկ ամրագրել է դրանց կարգավիճակն իր սահմանադրության մեջ։ Ինչ վերաբերում է Թրամփի առաջարկած տարբերակին, դադարեցնել պատերազմը ներկայիս առաջնագծի երկայնքով, այն ի սկզբանե այդքան էլ դուր չեկավ Կիևին, բայց հիմա ուկրաինական կողմը պատրաստ է գնալ նման փոխզիջման։ Իսկ Պուտինը դա չի ուզում, նա կարծում է, որ կարող է ավելին ստանալ, նույնիսկ 100 հազարավոր զինվորների կյանքի գնով։ Вы отметили, что Украина согласна. Դուք էլ նշեցիք, որ Կիևը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները շփման գծի երկայնքով, ճանաչել Ռուսաստանի կողմից իր շրջանների դե ֆակտո վերահսկողությունը։ Ռուսական կողմը ոչ միայն դեմ է հրադադարին, այլև пահանջում է 4 шրջանների եւ Ղրիմի դե յուրե ճանաչում որպես Ռուսաստանի մաս։ Մոտեցումների նման տարբերությունն արդյոք տեղ է թողնում կոմպրոմիսի համար։ Позициях место для компромиссов в дальнейшем. Смотрите, может ли такая позиция быть основой там для Ուկրաինան արդեն իսկ հսկայական փոխզիջման է գնացել։ Այն, որ Կիևը պատրաստ է խոսել ռազմաճակատի երկայնքով ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, արդեն փոխզիջում է։ Քանի որ ուկրաինական տարածքների մի մասը ռուսական օկուպացիայի տակ է։ Ռուսաստանը Ուկրաինային առաջարկելու ոչինչ չունի, քանի որ ներխուժել է ինքնիշխան երկրի տարածք, անտեսել է միջազգային բոլոր պայմանագրերը, ցեղասպան գործելավոճ ունի։ Ուկրաինան ավելի մեծ փոխզիջումներ անել չի կարող, դա հնարավոր է միայն երբ երկիրը պարտվում է, իսկ Ուկրաինան կապիտուլյացիայի գնալու մտադրություն չունի։ Понимаете, но Украина войну не проиграла и не проиграет, и, конечно, она не будет капитулировать. По-вашему, из-за чего провалились? Ձեր կարծիքով ինչու բանակցությունները ձախողվեցին, որոնք են կողմերի հայտարարած խոչընդոտները։ Переговоры провалились прежде всего. Բանակցությունները ձախողվեցին առաջին հերթին Մոսկվայի դիրքորոշման պատճառով։ Նախ ռուսական կողմն ասում էր, որ պատրաստ է քննարկել հրադադարը եւ այլ հարցեր, բայց Ստամբուլում հանդիպմանը Վլադիմիր Պուտինի օգնական Մեդինսկին սկսել է պատմել Ռուսաստանի հզորության մասին, ասել, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են, որ պատերազմի դադարեցման համար 4 շրջանները պետք է ռուսական լինեն։ Չնայած այդ շրջանների ոչ բոլոր տարածքներն են գրավված։ Այս ամենից հետո անիմաստ է շարունակել խոսակցությունը։ Ուկրաինան առաջարկել է դադարեցնել կրակը, աշխատանքային համատեղ խմբեր ստեղծել եւ լուծումներ փնտրել։ Մոսկվան ցավոք չի ընդունել այդ առաջարկը։ Կարծում եմ Ռուսաստանի միակ նպատակը ժամանակ ձգելն է։ Եթե ապագայում բանակցությունները վերսկսվեն, բայց չհամապատասխանեն Մոսկվայի պատկերացումներին, գործընթացը կրկին կձգձգվի։ Для того, чтобы переговоры провалились. Спасибо. Պարոն Ռեյտերովիչ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ։ Թեև հակամարտության կարգավորումը շատ հեռու է թվում, Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ չի պատրաստվում հանձնվել։ Օրերս ամերիկյան մամուլում տեղի ունեցավ արտահոսք։ Axios-ը գրում է, որ Վաշինգտոնը եւ Մոսկվան մշակում են պատերազմը դադարեցնելու նոր նախագիծ Գազայում հրադադարի ծրագրի նմանությամբ։ Ըստ պարբերականի հիմնական կետերն են Ուկրաինայում խաղաղության հաստատում, անվտանգության երաշխիքների ապահովում, այդ թվում Եվրոպայի համար։ Ուշադրության կենտրոնում են նաեւ Միացյալ Նահանգների ապագա հարաբերությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ։ Ընդ որում, ըստ Reuters-ի, ամերիկյան կողմը շտապում է եւ հասկացրել է Զելենսկուն, որ Կիևը պետք է ընդունի Վաշինգտոնի ծրագիրը։
երկիրը հրաժարվի որոշ տարածքներից, զենքերից, ինչպես նաև կրճատի զինված ուժերի թվաքանակը։ Պաշտոնական Մոսկվան չի հաստատել կարգավորման նոր ծրագրի առկայությունը, մինչդեռ Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Զելենսկին նոյեմբերի 20-ին ընդունել է ամերիկյան ռազմական պատվիրակությանը, ստացել խաղաղության ծրագրի նախագիծը, համաձայնել աշխատել դրա վրա, բայց նաև ներկայացրել ուկրաինական կողմի առաջնահերթությունները։ Ակնկալվում է, որ Դոնալդ Թրամփը եւ Վոլոդիմիր Զելենսկին առաջիկայում կքննարկեն նախագծի դրույթները։ Սպիտակ տունը առանց բացահայտելու փաստաթղթերի մանրամասները հայտարարել է, որ այն լավ է թե Մոսկվայի, թե Կիևի համար։ Եվրամիությունից եւս արձագանքել են, շեշտել խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ստանա նաև Բրյուսելի աջակցությունը։ Քաղաքական ճնշումների եւ ռուսական զանգվածային հարձակումների ֆոնին Ուկրաինայի համար արդիական է ռազմական աջակցության հարցը։ Կիևը շարունակաբար հորդորում է արևմտյան գործընկերներին ուժեղացնել հանրապետության հակաօդային պաշտպանությունը, ինչպես նաև տրամադրել հեռահար զենքեր Ռուսաստանի տարածքում ռազմական թիրախներ խոցելու համար։ Կիևը մասնավորապես ակնկալում էր ամերիկյան Թոմահոք հեռահար հրթիռներ ստանալ, սակայն ըստ Դոնալդ Թրամփի դա կարող է ավելի սրել հակամարտությունը։ Նաև Թրամփի վերընտրվելուց հետո Վաշինգտոնն ընդհանուր առմամբ փոխել է Ուկրաինային ռազմական աջակցության մոդելը։ Եթե 2022-24 թվականներին Կիևին Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների ռազմական օգնության չափաբաժինը գրեթե հավասար էր, ապա 2025 թվականի սկզբից ամերիկյան կողմի ուղիղ աջակցությունը հասել է գրեթե 0-ի։ Այժմ Վաշինգտոնը ոչ թե զենք է տրամադրում անմիջապես Ուկրաինային, այլ վաճառում է ՆԱՏՕ-ին, իսկ Դաշինգտոնը փոխանցում է ուկրաինական կողմին։ Այս թեմայով առավել մանրամասն կզրուցենք ԱՄՆ արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջոն Սիտիլիդիսի հետ։ Վերջերս Վոլոդիմիր Զելենսկին մեկնել էր Վաշինգտոն եւ հույս ուներ վերադառնալ Թոմահոք հրթիռների գոնե խոստումով։ Թրամփին գաղափարը կարծես դուր չի եկել, թեև ավելի վաղ նա հրապարակավասում էր, որ կարող է նման քայլի գնալ, եթե Մոսկվան կառուցողական դաշտ չվերադառնա։ Ստացվում է, ամերիկյան կողմը ճնշման գործիք է դարձնում Կիևին ռազմական աջակցության հարցը։ Թրամփի վարչակազմը ռազմական մատակարարումները օգտագործում է եւ որպես խթան, եւ որպես ճնշման գործիք։ Նախորդ վարչակազմի օրոք ԱՄՆ-ն Ուկրաինային անհատույց մինչեւ ավելի քան $100 միլիարդ զենք է տրամադրել։ Թրամփի թիմը որոշել է չդադարեցնել ռազմական աջակցությունը, բայց արդեն ոչ անհատույց։ Հավանաբար ամենահզոր զենքը, որը Միացյալ Նահանգները մինչեւ այժմ տրամադրել է Ուկրաինային, ATACMS հրթիռներն են, որոնք մեծ վնաս են հասցրել ռուսական նավթավերամշակման գործարաններին։ Զելենսկին ցանկանում էր Թոմահոք հրթիռներ ստանալ, որոնք ի վիճակի են հասնել Ռուսաստանի խորք։ Հարկ է նշել, որ դրանք կարող են կառավարել միայն ամերիկացի զինվորականները։ Ուստի մատակարարման դեպքում դրանք պետք է տեղակայվեին Ուկրաինայի առաջնագծում, օգտագործեին ԱՄՆ հետախուզական տվյալները։ Կարծում եմ Պուտինի համար դա լուրջ եւ անընդունելի էսկալացիա է, եւ Թրամփը որոշեց, որ չի ցանկանում այդ մակարդակի սրացում։ Այնպես որ կարծում եմ Թոմահոքների հարցը հիմա օրակարգում չէ, բայց եթե Պուտինը համառորեն չցանկանա բանակցել, Թրամփը հնարավոր է վերանայի իր որոշումը։ Սակայն Թրամփի օրոք Ուկրաինային ռազմական աջակցությունն էապես կրճատվել է։ Որն է ձեր կարծիքով նման դիրքորոշման պատճառը։ Ինչ վերաբերում է կրճատումներին, խոսքը ավելի շատ ուղիղ մատակարարումների մասին է։ Կարծում եմ Թրամփը ցանկանում է հնարավորինս կանխել թե ուկրաինական, թե ռուսական կողմերից մարդկային կորուստները եւ ավերածությունները, թեև դա կարծես աշխատում է միայն Ռուսաստանի օգտին։ Նրանք օրինակ աստիճանաբար ոչնչացնում են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները, բայց Թրամփը փորձում է խոսել անվտանգության երաշխիքների մասին երկու երկրի համար էլ։ Միևնույն ժամանակ նա Մոսկվայի դեմ տնտեսական պատժամիջոցներ է սահմանում։ Ինչ դեր է խաղում Եվրոպան ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված գործընթացներում։ Նախ անդրադառնամ ռուս-ուկրաինական կարգավորման 28 կետանոց նոր ծրագրին։ Տեսնում ենք, որ այդ նախագծի հետ կապված գործընթացներին մասնակցում են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ուկրաինան, Սթիվ Ուիտկոֆի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջնորդությամբ։ Համարվում է, որ Ուիտկոֆն ավելի համակրում է Պուտինի դիրքորոշումները, իսկ Ռուբիոն Մոսկվայի նկատմամբ ավելի կոշտ է։ Իսկ Եվրոպան ու Եվրամիությունը ներգրավված չեն։ Նաեւ Եվրամիության ներսում լուրջ
բանավեճ է, արդյոք կարող են շարունակել անհրաժեշտ չափով զենք մատակարարել Ուկրաինային, պաշտպանվելու 700,000 ռուս զինվորականից։ Լուրջ է նաև ֆինանսական եւ մարդասիրական օգնության հարցը։ Եվրոպայում չկա հստակ ռազմավարություն պատերազմի դադարեցման վերաբերյալ, իսկ Ուկրաինայի վիճակը օրեցօր ավելի է բարդանում։ Կարծում եմ, գուցե ավելի լավ կլինի հիմա խաղաղության համաձայնագիր կնքել, բայց այդ դեպքում էլ եվրոպական կողմը գոնե սկզբնական փուլում այդ գործընթացում էական դերակատարում չի ունենալու։ Recently drones have been appearing Վերջերս եվրոպական տարբեր երկրների օդային տարածքներում ԱԹՍ-ներ են հայտնվում։ Նրանք միջադեպերի համար մեղադրում են Ռուսաստանին, նույնիսկ ՆԱՏՕ-ի ինքնաթիռներ են օդ բարձրացվել։ Այս ֆոնին Եվրոպայում հանրային դժգոհություն է նկատվում։ Ոմանք պահանջում են իշխանություններից Կիևին օգնելու փոխարեն ապահովել սեփական երկրների անվտանգությունը։ Նաև ականատեսը դարձանք Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալի, երկրի էներգետիկ ոլորտում փողերի լվացման սխեմա է բացահայտվել։ Խոսքը մոտ $100 միլիոն մասին է։ Ձեր կարծիքով այս ամենն ինչպես կարող է ազդել Ուկրաինային ԵՄ աջակցության վրա։ In your opinion, how might all this affect EU support for Ukraine? Կարծում եմ այս ամենը ռուսական պրոպագանդայի մի մասն է, որի նպատակն է ճնշել Եվրոպային, համոզել եվրոպացի քաղաքացիներին, որ Ուկրաինայում պատերազմը եվրոպական դիվանագիտության, ռազմական, ֆինանսական ու մարդասիրական կարողությունների վատնում է։ Ձեր նշած ԱԹՍ-ների հետևանքով օրինակ Կոպենհագենի կամ Օսլոյի օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել էր։ Դա ցույց տվեց օդային պաշտպանության բացերը։ Լեհաստանում էլ վերջերս նոր դիվերսիա եղավ, ամենայն հավանականությամբ ռուսների կողմից։ Մեծ հաշվով այս պատերազմը շատ լուրջ չի ազդում եվրոպական երկրների բարեկեցության վրա, բայց օրինակ էներգակիրների գները բարձրացել են։ Եվրոպացի քաղաքացիները տեսնում են, որ իրենց հարկերը հնարավոր է մտնում են ուկրաինական կոռուպցիոն ցանց։ Ռուսաստանը փորձում է գործի դնել հոգեբանական ճնշման մեխանիզմները, այդ թվում Թրամփից անվտանգության երաշխիքներ ստանալու համար։ Օրերս Վոլոդիմիր Զելենսկին մեկնել է Թուրքիա իր խոսքով ինտենսիվացնելու ռուս-ուկրաինական բանակցությունները եւ հասնելու Ուկրաինայի համար արդար խաղաղության։ Մոսկվան էլ պաշտոնական հայտարարությունների մակարդակով պատրաստակամություն է հայտնում վերջ դնելու պատերազմին, սակայն զուգահեռ ինտենսիվանում են միայն փոխադարձ օդային հարվածները։ Բրյուսելում հուսով են, որ պատերազմը կարող է ավարտվել 2026 թվականի վերջին, սակայն եվրոպական երկրներում նկատվում է հոգնածություն ռուս-ուկրաինական հակամարտությունից։ Դոնալդ Թրամփն էլ արագ չլուծվող խնդիրներ չի սիրում, եւ դա կարող է վատ սցենար լինել գլխավորապես Ուկրաինայի համար։ Օրակարգում ռուս-ուկրաինական հակամարտություններ։